Հրապարակը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Նիկոլ Փաշինյանին հրապարակային կշտամբելը ՔՊ-ում ծանր են տարել։ Ինքը Փաշինյանն էլ Մոսկվայից ապրիլմեկյան հանդիպումից վերադառնալուց հետո ավելի է կոշտացրել քաղաքական հակառակորդների եւ հատկապես Սամվել Կարապետյանի նկատմամբ հռետորաբանությունը։ Մինչև անգամ խոսեց Կարապետյանի բոմժ դառնալու մասին։ Երեկ ԿՀ նախագահ Վահագն Հովակիմյանին խորհրդարանում պատին էին դեմ տվել, թե ինչու քայլեր չի ձեռնարկում ժողովրդին մոլորեցնող ուժերի հարցում։ Վահագն Հովակիմյանը ի դեպ ակնհայտորեն չէր ցանկանում տրվել երբեմնի թիմակիցների սադրանքներին։ Որոշ տեղեկություններով օրեր առաջ նրան այցելած Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հավելյալ զգուշացում է արել Վահագն Հովակիմյանին, որ չեն ներելու քաղաքական խաղերը, թեպետ Հովակիմյանը երեկ դեսպանի այցի մասին ասաց, որ դա սովորական այց էր։ Փաշինյանը ոչ մի կերպ չի հրաժարվում մոլդովական սցենարից, սակայն այլ մարտավարություն են որդեգրել եւ դա չեն անելու իրենց ձեռամբ, այլ իրականացնելու են իրենց գրպանային ՀԿ-ների միջոցով։ Վերջիններն արդեն հանձնարարություն են ստացել։ Ուշի ուշով հետևել ընդդիմադիրների ընտրարշավին եւ քարոզչության խախտման դեպքեր արձանագրել, բողոքներ հասցեագրել ԿԸՀ-ին ու հետամուտ լինել, որ այդ հիմքով կասեցնեն ուժերի գրանցումը։ Ներսում առյուծ կտրած եւ Ռուսաստանի դեմ կատաղի պայքարի դուրս եկած ՀՀ պաշտոնյաները պարզվում է Ռուսաստանում կատու են դառնում եւ պատրաստ են մկան ծակը 1000 թումանով առնել։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության Մոսկվա ապրիլմեկյան այցի ընթացքում, երբ հայկական եւ ռուսական պատվիրակությունները սպասելիս են եղել ՌԴ նախագահի եւ Փաշինյանի ժամանմանը, ՌԴ արտգործնախարար Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին եւ հեգնախառն հարցրել. «Եկան ձեր ԵՄ հիբրիդային խմբերը եւ ում դեմ են պայքարում»։ Լավրովին ափալ-թափալ տեղից արձագանքել է արտգործնախարար Միրզոյանը, որ շտապել է արդարանալ, թե ինքը տեղյակ չէ, իբր չի էլ հասկանում, թե ինչի մասին է Լավրովը հարցնում։ Մինչդեռ հենց Միրզոյանի նամակին ի պատասխան ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ Եվրամիությունն ընտրություններին ընդառաջ Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Փաստը գրում է. դատելով ամենից Նիկոլ Փաշինյանի նախընտրած գործիքը ոչ թե ատաղծագործական մուրճն է, որը թափահարում էր հանրության գլխին, այլ հողագործական փոცხը, որի վրա պարբերաբար կանգնում է։ Տվյալ դեպքում փոცხը մի փոքր փոխաբերական առումով ենք ասում, բայց դրանից կոթի հարվածը, տվյալ դեպքում քաղաքական հարվածը պակաս ցավոտ չէ։ Եկեղեցու դեմ պայքարում տապալվելով Փաշինյանը որոշել է նորից կանգնել այդ փոცხին։ Մասնավորապես իր ՔՊ-ի նախընտրական ծրագրում ինչ-որ չարեփոխումներ է նախատեսել հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ։ Ընդհանրապես Փաշինյանի այդ քայլը եկեղեցուն իր հայտարարած պատերազմը ՔՊ-ի ծրագրի մեջ մտցնելն ավելին է, քան պարզապես փոცხին կանգնելը։ Դա նշանակում է ամբողջ հոգևոր դասին հավատացյալ բոլոր հայերին լրացուցիչ անգամ տրամադրել սեփական անձի ու այդ անձի գլխավորած խմբակի դեմ։ Ընտրությունից 1.5 ամիս առաջ։ Հրապարակը գրում է. ընտրությունների նախաշեմին քաղաքական իշխանությունն ընկել է օրենքով գողերի քրեական հեղինակությունների հետևից։ Նպատակը մեկն է՝ նրանց իրենցով անել, վախեցնել քրեական վարույթներով, ստիպելով աշխատել իրենց օգտին։ Թիրախում են հատկապես մեծ ավտորիտետները, օրինակ պարբերաբար բռնում եւ բաց են թողնում օրենքով գող ԶԱՊ-ին, նրա շրջապատի անձանց։ Երեկ էլ հերթը հասել է օրենքով գող եզդի Ջնդի Ամարյանին, Ջնդիին։ ՔԿ-ն նրան ձերբակալել է գողականի ստատուսը պահպանելու, դրան հարելու համար եւ ներկայացրել կալանքի։ Սակայն հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է կալանքի միջնորդությունը եւ նրան ազատ արձակել նիստերի դահլիճից։ Թերթին պատմել են, որ քրվարույթով անցնում է նաեւ մարտունեցի գողական, որին Մելքոնյանը եւս ազատ է արձակել, կիրառելով վարչական հսկողություն։ Քննչական կոմիտեից Ջնդիի վերաբերյալ հաստատում են տեղեկությունը եւ փոխանցում։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ կիրառվել են տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք։ Ջնդի Ամարյանի պաշտպան Գեգամ Հակոբյանն էլ անդրադառնալով իր պաշտպանյալի մեղադրանքին նշել է. բացարձակ հիմնավորում չկա, ինքը չի հանդիսանում քրեական հեղինակություն։ Ժողովուրդը ուսումնասիրել է Սյունիքի մարզպետի տեղակալի Հայկ Հարությունյանի 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիրը եւ պարզել, թե ինչ ունեցվածքով են զբաղեցրել պաշտոնը եւ ինչ փոփոխություններ են արձանագրվել նրա ֆինանսական վիճակում ներկայությամբ։ Հայկ Հարությունյանը Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի ապրիլի 1-ից։ Հայտարարագրի համաձայն նա ունի ընդհանուր առմամբ շուրջ 10 միավոր անշարժ գույք, որոնց մեջ ընդգրկված են հողամասեր եւ բնակարաններ
կատարումներ Սյունիքի մարզի Կապան համայնքի տարբեր հասցեներում։ 2024 թվականի ընթացքում Սյունիքի մարզպետի աշխատակազմից ստացած աշխատավարձը կազմել է 10 միլիոն 893 հազար դրամ։ Հայտարարագրում նշվում է նաև, որ պաշտոնյան անդամ է ՔՊ կուսակցությանը, հանդիսանալով տարածքային կառույցի խորհրդի անդամ։ Փաստը գրում է. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N479N որոշման մեջ։ 2025 թվականի նոյեմբերի 29-ին ուժի մեջ է մտել երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր կառավարության որոշումներ ընդունելու համար։ Այդ լիազորող նորմերից մեկը նշված օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասն ուղղակի ամրագրում է, որ բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման եւ համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը եւ աջակցության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը։ Ընթացակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ քննչական մարմնի կողմից երեխայի նախնական կարիքների գնահատումը թույլ կտա վերհանել առավել հրատապ խնդիրները եւ դրանց համապատասխան ուղղորդումներ կատարել։ Նախագծով առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ, ինչը կապահովի համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգի արդյունավետ իրականացումը, սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը եւ դրանց տրամադրման առանձնահատկությունները, հիմք ընդունելով սոցիալական աջակցության մասին նոր օրենքը եւ հստակեցնել որոշման մեջ կիրառվող որոշ եզրույթներ եւ իրավական տեխնիկայի համատեքստում համահնչությունն այլ իրավական ակտերի հետ։